Ողջույն, լայվ նյուզկետեմ կայքի հարգարժան այցելուներ։ Պարզ է, որ Նիկոլը չի թողնում, որ այ ժողովուրդը շունչ քաշի։ Նորությունները մեկը մյուսի հետևից ոչ միայն ցիտելով իր Facebook-յան էջերով, Facebook-յան գրառումներին միացել է նաև նրա որդին, այլ ընդհանրապես անհասկանալի ձերբակալություններով, ընդ որում բացարձակ լկտիաբար ու անօրինական։ Ու հերիք չէ այդքանից հետո քննչական կոմիտեն հայտարարություն է տարածում, որ նրանք ովքեր խոչընդոտում են ուրեմն իրավապահ մարմինների աշխատանքներին, նրանց նկատմամբ նույնպես կձեռնարկվի վարույթ։ Գիտեք, ուղղակի ապշեցուցիչ է մի շատ պարզ պատճառով։ Ես չեմ կարծում, որ եթե օրինական ձևով ցանուցագիր ուղարկվեր Սրբազանին, օրինական ձևով հրավիրվեր ուրեմն քննչական կոմիտե, ամեն ինչ տեղի կունենար շատ հանգիստ։ Çünkü մարդը կստանար ցանուցագիր, որ ժամին, ոնց, ինչ կարգավիճակով ներկայանալ քննչական կոմիտե, ես վստահ եմ, որ որևէ մեկը չէր առարկելու այդ խնդրին։ Բայց ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը սիրում է ուխտադրուժ, ֆաշիստի նման, հարձակում գործել թիկունքից առանց նախորոք դրա մասին զգուշացնելու։ Նույնը արել է այս անգամ ոչ մի տարբերություն չկա, ուղղակի թիկունքից հանկարծ չգիտես ինչու հազարավոր ոստիկաններ, աշխատակիցներ, չգիտեմ էլ ինչեր, ընդ որում քաղաքացիական համազգեստով առանց տարբերանշանների ուղղակի միայն դիմակավորված մասկաներով հայտնվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոնական նստավայրում, այն է Սուրբ Էջմիածնում, եւ որոշում էր, որ ընդդեղից պիտի կալանավորեն ուրեմն Սրբազան հորը, այն է Աճապարյանը։ Դե հիմա ինչ մտածես, եւ գիտեք, զարմանալին է, որ ներկայացնում են, որ դա օրինական գործողություն է, եւ իրանք գործում են օրենքի շրջանակներով։ Պարզ է, որ օրենքի հետ դա որևէ աղերս չունի։ Եվ այն ինչ իրանք անում են, չեն արել ժամանակին նույնիսկ թուրքերը, յենիչերները, չեն արել ֆաշիստները, այնինչ այսօր անում են Նիկոլ Փաշինյանը եւ նրա ոհմակը։ Ընդ որում իրենց հանձնագործության մեջ իրանք ներգրավում են այնպիսի կառույցների ու մարդկանց, որոնք վաղը մյուս օրը պետք է ատամներով պաշտպանեն հայ ժողովրդի մեծագույն թշնամի Նիկոլ Փաշինյանին մենակ նրա համար, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ ուրեմն գահանկեց արվի, ապա նրանց բոլորը մեղադրվելու են ծանրագույն հոդվածներով, ընդ որում այսօրվա գործով ցմա բանտարկության։ Դրանով որևէ կասկած չկա։ Նրանց կատարած հանցագործությունների հանրագումարը նրանցից որևէ մեկին չի կարող ազատել ցմա բանտարկությունից։ Բնականաբար ընդհանուր դա լավագույն տարբերակն է։ Լավագույն ինչու եմ ասում, որտեղ այն վիճակը, որում գտնվում է հիմա մեր հասարակությունը, չի բացառում, որ հասարակությունը որոշի, որ ինքը պետք է հաշվի հարդար տեսնի եւ ըստ էության վրեժ լուծի կատարած հանցագործությունների համար եւ նրանք կընկնեն Կադաֆի, Չաուշեսկուի կամ ինչ-որ մեկի օրը։ Լավագույն տարբերակն է, որ նրանք կարող են կանգնել ուրեմն Հայաստանի Հանրապետության դատարանների առաջ ու դատապարտվել ցմա բանտարկության։ Ուստի նրանք այսպես կոչված մարդ են վարելու մինչև վերջ, մինչև այսպես կոչված հազարավոր դիակներ։ Եվ քանի որ դիակներն ու արյունը նրանց համար սնուցման հերթական աղբյուրն է, ես կարծում եմ նրանք դրանից չեն խորշելու եւ անելու են այն ցանկանում են։ Տարբեր վերլուծություններ կա, ինչու հիմա հանկարծ հարձակում Սուրբ Եկեղեցու վրա։ Ասել հետևյալը, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը նրանց համար բավականին ծանր հետևանքներ կարող է ունենալ, եւ որպեսզի այսօր Սամվել Կարապետյանի չեղեն ուշադրությունը, նրանք սկսեցին գհրողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Այդ չի նշանակում, որ նրանց պլանների մեջ չկար դա, բայց այսքան մեծ արագությամբ որևէ մեկը չէր սպասում։ Դա է պատճառը, ես տոր հենց մի քիչ առաջ ընդհանրապես մի 15 րոպե առաջ բարձրանում էի Բաղրամյան պողոտայով, ազգային ժողովի դեմը 30-ից ավել ուրեմն ավտոբուսներ, լեփ-լեցուն դիմակավորված ոստիկանական զորքերով։ Ինչի համար, ինչ կապ ունի ազգային ժողովը։
Այսինքն այնքան են վախեցած բոլորը, որ իրեն շրջապատել են այդ կարգի մարդկանցով, նրանց էլ ասել են, որ դուք էլ մեր հետ հավասար հանցագործներ եք, եւ դուք միայն փրկության մեկ նպատակ ունեք եւ մեկ ճանապարհ, այն է սրբորեն կատարել մեր բոլոր հրահանգները, այլապես դուք էլ մեզ նման ուրեմն անպայման բաղամյուսորը կրելու եք այդ պատասխանատվությունը։ Սա է, ես կարծում եմ, ամբողջ հարցի եւ այս խնդրի հետ կապված ուրեմն առեղծվածները։ Հիմա առաջ մեզ լսենք Էդգար Հազարյանին, հասկանանք, թե Էդգարը ինչ տպավորություններ է ստացել, որտեղ հենց նոր մի քիչ առաջ Էջմիածնից է եկել, ինչ է մտածում, ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչպիսի զարգացումներ են հնարավոր։ Սկսենք։ Այո, այո։ Ուրեմն նախ որպեսզի մեր հեռուստադիտողների համար պարզ լինի, որ տեղի ունեցողը իրավական գործընթացի հետ ոչ մի կապ չունի, ներկայացնենք փաստեր։ Այն ինչի համար, որ Միքայել Սրբազանին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք եւ արդեն որոշում է կայացվել ձերբակալության վերաբերում է, կարծեմ 2 տարի առաջ, թե մի քանի ամիս առաջ իր ունեցած մի հայտարարության։ Ամենայն դեպս ոչ երեկվա հայտարարության, ոչ 3 չի առաջ օրվա, ամիսներ առաջ արած մի հայտարարության, որտեղ նա ասում է, որ պետք է ժողովուրդը ստերության ապստամբի։ Հիմա հարց. Եթե նրա արարքը, հայտարարությունը քրերեն պատժելի է, ամիսներ շարունակ իրավապահ համակարգը, ինչի է դա թողե անհետևանք, որովհետև նման կոչ անելուց մարդուն պետք է ձերբակալեն անապահ, չէ՞։ Այսինքն եթե հիմա մենք մեր այս եթերում, ուղիղ եթերում հեղափոխության, չգիտեմ, ապօրինության, որևէ բան ինչ որ քրեական օրենսգրքով նկարագրված է, չէ՞, մի հատ արարք անենք, հայտարարություն անենք, մեզ անմիջապես չէ՞ պիտի ձերբակալեն։ Հիմա հարց, բայց եթե արարքը քրերեն պատժելի էր, այսքան ամիս, ինչի որևէ իրավական գործընթաց չի եղել։ Վարույթը նոր է նախաձեռնվել հունիսի 17-ին։ Այսինքն հայտարարություն եղել է ամիսներ առաջ, տարիներ առաջ, վարույթը նոր է նախաձեռնվել։ Ինչի։ Երկրորդը, եթե նրա կոչը բռնության կոչ էր, հեղափոխության կոչ էր, ապօրինության կոչ էր, նշանակում է այդ ընթացքում պիտի մի հատ ապօրինություն, մի հատ բռնություն ելներ, չէ՞։ Այսինքն մի մարդ պիտի գնար մի հատ արարք կատարեր, նրան բռնեին, տանեին ոստիկանություն, քննչական կոմիտե, նա ասեր գիտեք ինչ, Միքայել Սրբազանին ես այնքան եմ հարգում, որ նրա կոչով ես գնացել եմ այս քայլը արել եմ, չէ՞։ Այդպես դեպք չի եղել։ Այսինքն իր ներկայացրած կոչը հասարակական հարաբերությունների վրա ոչ մի հետևանք, այդ թվում բացասական հետևանք չի առաջացրել։ Հաջորդը, եթե ինքը իր կոչից ելնելով որևէ գործողություն պիտի աներ, այդքան ամսվա մեջ որևէ գործողություն պիտի աներ, դες գործողություն չի արել։ Այսինքն ստացվում է մարդը խոսքի մեջ մի հատ կարծիք է արտահայտել, որը իրավական հետևանքներ, քաղաքական հետևանքներ չի առաջացրել, որևէ մարդ դրանից չի տուժել, ամիսներ անցել է, հիմա բոլորս մոռացել ենք այդ հայտարարության մասին, իսկ չգիտենք, որ ինքը տես բան ասել, չէ՞։ Մեկ էլ հունիսի 17-ին հարուցում է քրեական գործ, քրեական գործն էլ հարուցում է մենակ այդ նախադասությունը ասելու համար, այսօր ամսի քանիսն է, 27-ն է, չէ՞։ 27-ը թե 26-ն է, 27-ը։ 10 օր քրեական գործ հարուցելուց հետո ուրիշ բան չկա, որ քննիչը ուրիշ վարութային գործողություն իրականացնի, ապացույց ձեռք բերի եւ այլն։ Այս 10 օրվա մեջ է որևէ որոշում չի կայացրել։ Այսօր որոշում է կայացնում մեղադրանք առաջադրի, մեղադրանքի հետ միասին է ձերբակալություն։ Այսինքն ինչի ձերբակալություն։ Եթե այսքան ժամանակ այս մարդը եղել է ազատության մեջ, հիմա ինչի է ձերբակալվում։ Բարձր չէ, որ հեսա զուգահեռ մենք ունի եթերում է ցույց են տալի քննչականում ինչա կատարվելու, հեսա
Անգիր ասում են, ասենք, եթե դրա համար արդեն այնքան սովորենք այդ ամենը, չէ՞, ես ասել են Միքայել Սրբազանին տեղափոխում են դատարան։ Միքայել քննչական կոմիտե միջնորդությունը ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատը կկայանա Ավանի նստավայրում։ Դատավոր կլինի Մասիս։ Այդ ասաղ արդեն պարկետան կային դատանի առաջ, Վանը դատական նիստը ավարտվեց, Միքայել Սրբազանի գործով դատանը վճիռը հրապարակի գիշեր ժամ 5-ին։ Դատան գիշեր ժամ 5-ին կլինի կասի, որ 2 ամսով կալանք։ Միքայել Սրբազանին տվել են միանգամից ԱԱՑ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որտեղ հիմա այս պահին գտնվում է Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանը։ Հիմա պարզ է, չէ՞ որ այս ամեն ինչի փաստերի ապացույցը հուշում է, որ ըստ իրավական process չկա։ Բայց ի՞նչ կա։ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներ սկսած 2025 թվականի մայիսի 29-ից, այսինքն մայիսի 27-ին Վեապար Հայրապետը Շվեյցարիայում ելույթ ունեցել, մայիսի 28-ին ելույթը տեղադրվել է ինտերնետում, մայիսի 29-ին հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից ասաց եկեղեցին չուլանա, ամսի 30-ից ինքն ու կնիկը սկսեցին հարձակվել հոգևորականների վրա, կնիկն էլ գրեց, որ շվեյցարիաներում այդ ինչ եք խոսում, ինչ Շվեյցարիայում էլ ինչեր ասել է, որ Արցախում եղել է Ադրբեջանն արել է ռազմական հանցագործություն, Թուրքիայի աջակցությամբ, արցախցիները ենթարկվել են ցեղասպանության, բռնի տեղահանության, վերադարձի իրավունք ունեն, Արցախում էլ հայկական քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է բարբարոսաբար։ Այդ ասել, ու գերիներն են այդ ռազմական գերիները պիտի վերադառնան։ Աննա Հակոբյանն ասում է Շվեյցարիաներում այդ ինչ ես խոսում, ես ինչ հայրենիք վերադառնալ եւ այլն, ու սկսում է գրել եկեղեցու նկատմամբ։ Գրով գալի հասնում է կաթողիկոսին, գալի արդեն ռեալ կաթողիկոսին պաշտպանող Սամվել Կարապետյանը անմիջապես անհիմն կերպով էլ այնտեղ որևէ իրավական գործիք չկա, ձերբակալվում է։ Դες Սամվել Կարապետյանը ոնց էր։ Մի օր առաջ հարցազրույցից տվեց, հաջորդ օր ձերբակալին, չէ՞։ Չնայած հարցազրույցի մեջ ոչ մի բռնություն չկա, ոչ մի բան չկա։ Բայց հաջորդ օրն եղա, չէ՞։ Բա Միքայել Սրբազանին երբ ա եղել։ 2 տարի առաջ։ Թե այս տարվա մարտին չեմ հիշում, ամիսներ առաջ ամենայն դեպս։ Բայց կարծեմ շուտ է եղել, շատ շուտ է եղել։ Բայց հաջորդ օրը չէր, չէ՞։ Այսինքն ակնհայտ է, որ սա անշահ է, այս ընթացքում մինչև Միքայել Սրբազանին բռնել է Բագրատ Սրբազանը եւ իր բոլոր աջակիցներին, ում հետ որ անմիջական շփման մեջ է գտնվում, ասենք, բա իր օգնականին Լիդիային էլի։ Լիդիան ինչ իշխանափոխություն անող է, ինչ հեղափոխություն անող է։ Չէ, աղջիկ ասեք, ո՞նց պետք է դες բանի։ Գնացել են ասում Սրբազան ամոթը չեն անում, հրապարակում են այդ բան։ Ասում Սրբազանի տնից հայտնաբերվել է, գիտես ինչ։ Ծուխ։ Այն նույն ծուխը, որ Լենա Նազարյանը Արադ Միրզոյանի հետ ազգային ժողովի դալուճում 10 թվին վառել էին։ Այդ ծուխը փեթաբում ծախում են։ Ցանկացած մանկական խանութներում ծախում են։ Նիկոլ Փաշինյանը իր այջում հրապարակել է, որ հայտնաբերվել է Սրբազանի կողմնակիցների կողմից, խլապուշկա։ Մեր երեխեքի ծնունդին են, այս տորտ փչման է դրանց ճրմատամ մեծ թղթի մեջ թափում է։ 2 հատ։ Սա ծաղր է, չէ՞ անում։ Հիմա պարզ է, չէ՞ որ հաջորդը թիրախում, անուններն էլ արդեն գրեթե տվել է սա Ղավազանի անուններով։ Հեսա այդ Միքայել Սրբազանին տարան, արդեն քննչական կոմիտեի հիմա պարզ է ինչ անելու։ Ֆրալեն հետեթան նորից մտնեն Մայրաթոր, մյուս Սրբազաններին, ովքեր հոգևոր խորհրդի անդամներ են, ու հասնեն կաթողիկոսին։ Որովհետև հանձնարարություն է ստացել, մարդը Թուրքիայից ստացել է հանձնարարություն։ Դուք անվտանգության մարմիններում ծառայության փորձառություն ունեցող մարդ եք։ Ցանկացած երկիր ունենում է իր անվտանգային դոկտրինը։ Հայաստանն էլ ունի, կոչվում է ազգային անվտանգության ռազմավարություն։ Թուրքիան էլ ունի, ճիշտ է։ Ադրբեջանը, դες երկիր չկա որ չունենա։ Հիմա այդ անվտանգության ռազմավարության մեջ նշվում են այն պետությունները, կազմակերպությունները, որոնք տվյալ պետության անվտանգության համար առնվազն ռիսկեր են ներկայացնում, այդ չասեմ սպառնալիքներ։ Այդ կազմակերպությունների թվում է Թուրքիայի համար անվտանգության սպառնալիք ներկայացնող կազմակերպությունների թվում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։
մի պարզ պատճառով, որ այդ եկեղեցին աշխարհասփյուռ եկեղեցի է, համայն հայությանը միաբանող, մեկտեղող, կազմակերպական, առողջ, ինքնաբավ, ինքնաֆինանսավորվող, միավոր, այսինքն որևէ պետության կառավարությունից կախված չի, այդ թվում Հայաստանի կառավարությունից, բավականին մեծ հարստություն ունի, նաև նյութական հարստություն ունի, որովհետև դարերի ընթացքում դա գոյացել է, նաև Հայաստանի սահմաններից դուրս, չէ՞։ Ինքնաբավը որևէ մեկից կախ չունի, ազգային է իր բնույթով եւ ցեղասպանության գաղափար առաջ մղող է։ Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասողն է, որը սերնդեսերունդ արդեն ասել է, որ հայոց ցեղասպանության նահատակները սրբեր են, անփոփոխելի։ Այդ պատճառներով մեր եկեղեցին կոչվում է անվտանգային սպառնալիք Թուրքիայի համար։ Հիմա ցանկացած անվտանգության մարմին, պետության անվտանգային ծառայություն, իր համար անվտանգության սպառնալիք ներկայացնող կազմակերպության ինչ է անում։ Վերացնում է։ Քրդական բավարարական կուսակցությունը Թուրքիայի համար դիտվում էր որպես անվտանգության սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Ճիշտ է։ Ինչ են արել։ Օջալանին ձերբակալել են այդ կազմակերպության հիմնական դերակատարներին, ղեկավարներին ձերբակալել են, կազմակերպության ֆինանսական հոսքերը վերացրել են, կազմակերպությունը վերացրել է, չէ՞ մա Օջալանը բանտից հայտարարություն անում, ասում է ձեռքերը վայ տվեք ենթարկվեք Թուրքիայի կառավարության։ Ճիշտ է։ Իսկ չեզոքացվեց, չէ՞ սպառնալիքը։ Հիմա եթե հայաստանյան առաքելական սուբ եկեղեցին էլա Թուրքիայի համար սպառնալիք, ի՞նչ պիտի արվի։ Չեզոքացվի։ Ինչ կաթողիկոսը պիտի վերացվի։ Հոգևոր դասը պիտի վերացվի, բարձրաստիճան հոգևորականները։ Դե նշանակվեն թուրքեր։ Հա։ Ես այսօր ասենք մայր աթոռում եմ, ասենք նայում եմ այդ հրաշք, ասենք Գարեգի երկրորդ վեհապարի գահակալության շրջանում իսկապես մեր եկեղեցու զորացման, շենացման իմաստով շատ մեծ բաներ արվել, էլի, ասենք այդ տարածքը չէ, իրանց եւ մայր տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության բանը հուշարձանը ամբողջությամբ վերանորոգվեց 300 տարվա կյանք է տրված, գիտեք, չէ՞։ 300 տարի այդ ձեռ չտան այդ տաճարը կանգուն կմնա, պահպանելով իր հին մշակութային արժեքը, հարակից շինությունները, հարակից եկեղեցիները, Գևորգյան ճեմարանը, Մատենադա, այսպայն շինարարություններ ընդուն վարչական համալիրակառուցում։ Սենց նայում ես այս հրաշք տարածքը, շինությունները, բարեկարգ այգին, ամեն մի միլիմետրը մշակած։ Ասում ես, սա մի քանի օր հետո ստելել է։ Փաշազոտ, Նիկոլի բաներով։ Չէ, Փաշազոտ են։ Դե Նիկոլ Փաշազյանը հոգևոր հայր է։ Ես արդեն տեսնում էի, զգում էի Փաշազադեն մայր տաճարում։ Խաչը կանեն, լուսինը կդնեն, կնստեն։ Իսա լուսին։ Տես չեն արել Արցախում։ Ում պաշտոնավարման շրջանում են արել։ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա ով է պաշտոնավարում։ Նիկոլ, բայց այնտեղ արել են, ստե ինչի՞ չէ։ Հիմա այս կատարվողը ի՞նչն է, էտա չէ։ Կարա մեկը համոզի, ասի, ոչ։ Դա կա բացա ինչ-որ մի հոգևորականի կամ վեհապարի կուսության ուխտը խախտ։ Այդ կուսության ուխտը ծեր է խախտել, նոր է խախտել, որ իմացել եք, եթե խախտվել է։ Նշանակում է դուք այդ չի, չէ՞ ձեր ցանկությունը։ Նշանակում է, որ դուք մտածածին, անհիմն, անօրեն, առիթ եք ման գալի եկեղեցու հարցակվելու, որովհետև դրա ոչ մի իրավականին չունի, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի մտքով անցնի, թե եկեղեցում ինչ է կատարվում, ով է ղեկավարում, ինչ է անում։ Ասենք, հələ եկեղեցու իր պատմական, մեր պետության համար կարևոր նշանակությունը թողնենք, ասենք սովորական կրոնական կազմակերպությունը, չէ՞, ոնց որ մյուս կրոնական կազմակերպությունները։ Նիկոլ Փաշինյանը կարա այս պահին հետաքրքրի, թե Եհովայի վկաներ կազմակերպությունը Հայաստանում ով է ղեկավարում։ Իրանց կանոնադրությունը պահպանվում է, չի պահպանվում։ Ով ընտրել, պիտի մենագրություն կա, կուսություն թե չկա, ներսում ինչ է, մտքով կարա անցնի, շարվարը կանեն, գլխից կհագցնեն։ Հայ եկեղեցու հետ դու ինչ գործ ունես։
Իմիջոցիկը կնքված չի։ Կնքված չի, փսակված չի, պատարակի չի գնում, այսինքն ինքը եկեղեցու զավակ չի։ Ոչ ինքը, ոչ Ալեն Սիմոնյանը, ոչ, ասենք Վահագ Ալեքսանյանը դու պատկերացնում ես, մի օր մեթա պատարակի, առավոտը 10:30-ից մինչև ժամը 1:30 մնա պատարակին, ահուր, ես բացի դրանից որ չեմ տեսել, ասենք մարդը որը տվեմ միտեղ չեկին են կլում, չէ, ասենք եւ վաղտարը ես չեկին եմ եղել, գտնվում եմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, պատարակի ժամը։ Այսինքն մի անգամ իրար մտեք դրանց էջերը տեսեք, մի անգամ մեկը մի եկեղեցական ծեսի մասնակից եղել է։ Բայց ինչ գործ ունեք արա դուք մեր եկեղեցու հետ։ Պարզ է չէ որ իրանց նպատակը եկեղեցու հետ կապ չունի։ Հանձնարարություն են ստացել եկեղեցին վերացնելու։ Հիմա նայեք այս պարի դրությամբ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարձրագույն հոգևոր խորհրդի երկու արքեպիսկոպոսներ, որոնք երկու թեմի առաջնորդներ են, ձերբակալված են։ Մեկը կալանավորված է, մեկն էլ հեսա կալանավորվի։ Մարզերի քանակով թեմեր կան, չէ՞ Հայաստանում։ Երկուսը արդեն կալանավորված են։ Պարզա չէ՞ նոր է երեք ասկսել։ Բավական ինչ է կարծում, լավ։ Այս մարդը հոգեկան հիվանդ է, այս մարդը հայրորդ թշնամին է, այս մարդը անիծյալ սատանա է, այս մարդը ներ է, այս մարդը ամեն ինչ է։ Լավ, ինքը բաները անում, որ թվում է հայ ժողովուրդը պիտի դրանից ոտքի կանգնի։ Ինչու հայ ժողովուրդը չի կանգնում։ Ուրեմն նախ ում միջոցով է իրականացնում։ Ես պատմաբան չեմ, ես չգիտեմ, էլի պատմության մեջ նման բան եղել է թե չէ, բայց թազա ջահելել չեմ, էլի, այս տարի պիտի լինեմ 50 տարեկան, 49 տարեկան եմ։ Այդ 49 տարեկանից հանենք մի 10 տարեկանը որպես երեխա, հա, բան չեմ հասկացել։ Այն մնացածին ես հələ այդ 39 տարվա մեջ տես բան չեմ տեսել, ինչ որ այսօր եմ տեսել։ Ոնց ասենք չուրկիները գլխին քաշած, սև դիմակներով մարդիկ, զենքերով էթան մտնեն վեհարան, էթան մտնեն թուրքերն էլ չեն մտել, պարսիկներն ոչ մեկը չի մտել, արաբներն էլ չեն մտել, ոչ մեկը չի մտել, ենիչերներն էլ չեն մտել։ Այսինքն ոնց թե դու զենքով էթում ես մտնում ես վեհարանարը։ Վեհարան, հայ քրիստոնյան, ուզում է գիտնականն լինի, ուզում է զինվորականն լինի, ուզում է ոստիկանն լինի, ուզում է բժիշկը լինի, գործարարը լինի, էթում է օրհնություն ստանալու։ Էթում է խոնար, էթում է, ասենք, առանց շորտերի, կանայք գլխաշորերով։ Էտա չէ դրա ձևը։ Այո, կար ասելնես, ես Լեհաստանում տեսել եմ զինվորականները, որ գալիս են պատարակի զինվորական համազգեստով, Սմիրնը կանգնած։ Եկեղեցի է։ Բայց դու ո՞նց ես եկեղեցի ներխուժում։ Զենքով ու մանավանդ երբ որ գիտես, որ քո արազնը ապօրինի ոչ թե այնտեղ գտնվողի։ Այսինքն այդ գնացող օրինակ ազգային անվտանգության ծառայության այդ տնօրենի պաշտոնակատար կոչվածը։ Լավ ասենք թե արիր այդ ապօրինությունը, քեզ էլ վաղը նշանակեց ԱԱՑ տնօրեն։ Մի օր Կիրակի օրը ժամը 11:30 չի հանելու Ռադանի։ Էմիստերինը տես չի արել։ Պետք է Արամ Հովանիսյանից շատ ծառայություններ պիտի մատուցես իրան։ Մարդկանց վրա ռումբեր ակցե։ Մի օրը չէ հանում Ռադանում։ Բայց ասենք քեզնից առաջ 5 տարի Աբազյանը եղել է ԱԱՑ տնօրեն, չէ։ Աշխարհի ապօրինությունները արել է, չէ։ Այս 5 տարվա ընթացքում։ Բայց եկավ հասավ մի կետի, որ պարզվեց դրա գլխի մեջ երկու կենթանի բջիջ կա։ Մի հատ որց։ Այդ երկու բջիջը աշխատեց, ասաց արա ես չեմ կարա անօրինություն անեմ այս աստիճան, այսինքն դու ինձ ասում ես գնա Սամվել Կարապետյանին բեր, այո մարդը պետք է հանցանք արածելի չէ որ ես բեր, այս իրավապահ եմ, չէ, բայց եթե մարդը հանցանք չարի, ես գնում եմ դրան բերում եմ, ես էլ չէ հանցանք անում, բայց նույն անտեր քրեական օրենսգիրքը գրած է, չէ, ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելը հանցագործություն է։
Հələ դու գիտես, որ դու ինքդ ես հանցանկանը, որ ասենք թե հիմա այսօր ԱԱՑ-ը այսքան աշխատող դնան, մարդ կար, ես տեսա, այդ լրագրողներն ներկայացրել որպես այս հատուկ ստորաբաժանման ղեկավար, ինքն է համակարգի հանձնարարություն։ Ինքը տարբերանշան չունի ԱԱՑ-ի, կապույտ մայկա է, հագե, դիմակով, քաղաքացիական, թևին է նակոլ կա, ԱԱՑ-ում ասենք նա ձեռը վրա գրածելի եղե նակոլ կայով, տատու չէ վերջնում գործի։ Ոնց կարա ԱԱՑ-ի աշխատողը հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի թևի վրա նկարչությունը լի։ Ֆիքսել եմ այսօր դրել եմ Facebook-ի մեջում։ Ասենք եթե հերի չիտենց է երկար թևեր չի հագի, որ ծածկած լինի։ Բայց մա ինչ իմանաս, եթե որդ են արել, որ բերդում են արել, ինչ դեմակն է ծածկածը, չէ հիմա ինչ իմանաս, անդամ է, ասենք ինչ իմանաս, քաղաքացիական հագուստով մարդա, անուն ազգանուն վրան չկա, տարբերանշան չկա, գրած չի ԱԱՑ-ը, ոստիկանությունն, փրկարարը, ոչ մի տարբերան, կապուշ իրանց մեջ կանգնած է դիմակով։ Իրեն նակոլկեն վրեն։ Նակոլկեն հիմնական որտեղ են, բանտում են, չէ անում։ Կամ են ասում թե տերորիստական խմբերն էլ, բաներն էլ, հատուկ ահաբեկչական կլաններ։ Իսկ Գուրեն ջան, դու ես քեզ չպետք ասեմ, ԱԱՑ-ը ո՞նց են ընդունում աշխարհ։ Ամիսներ է, չէ՞, այ ասում են դու բացի դրանից որ քո վրա պիտի չլի, հորդ վրա էլ պիտի չլի արա։ Ներկա ԱԱՑ-ում ձեր են պատկերացրած անվտանգության ծառայության աշխատակից չկա։ Ռացեք դա։ Հիմա ասենք թե բոլորը այս խմբավորը դիմակով դու տարել ինչ իմանաս այ դիմակի հենա։ Ինչ իմանաս այդ դիմակի տակ թաքնվածը ով է, որովհետև եթե նա հայ է, քրիստոնյա է։ Այլավ ասենք թե ասումը գնացեք, այ աղբեր ջան, հիմա ես դիմում եմ օրինակ այդ ոստիկանների, մյուսներին, չէ, այդ ԱԱՑ-ի այդ աշխատողներին, այդ ղեկավար կազմին։ Այ աղբեր ձեր ղեկավար, ձեր աշկի առաջ տեսեք ձեր քանի գործընկեր կա, որ հիմա չի աշխատում, ասենք հիմա որ Աբազյանը դուրս է եկել, մեռել է, չի մեռել, չէ, ապրում է, չէ։ Ահ, որ դուրս գաք, խո չենք մեռնելու։ Ապրելու եք, չէ։ Արա ավելի լավ չի ապրեք, քան թե այդ անեք։ Արա, բայց դուք չեք, լավ ո՞նց ասեմ, էլ ասենք օրինակ ծառայող ես, չէ, եթե դու իմանաս քեզ հանձնարարություն է տվել, այդ քո դու ազգային անվտանգության ծառայության գեներալ ես կամ գնդապետ ես, ստորաբաժանման քեզ հանձնարարություն են տալի։ Գիտես, դու պետք է ասես Ախմեդ ջան, ես այդ հանձնարարությունը իմ պաշտոնական պարտականությունների մեջ չի մե, ըստեղ ես հանցել չեմ տեսնում։ Չանես չէ, որ իրաց մայրիկներին բերեն իրանց դեմը, ասեն բռնաբարի, ինքն էլ հանուն Նիկոլի իր մորը բռնաբարի։ Բայց ես ո՞նց կարելի։ Անում են հիմա փաստ է, չէ, բայց հələ բայց արազների դիմաց ինչ են ստանում։ Ես չգիտեմ։ Մեր փորած են չէ ստանում։ Ասենք դրանք հիմա ասեք այդ ծառայողներ, դրանք խո միլիոնատերեր չեն։ Դրանք պիտի ստանան ասենք թե մի 400,000, 500,000, 800,000 դրամ աշխատավարձ, չէ։ Ամսվա համար։ Լավ ասենք թե մի ամիս է մի չափով խո դրանով ինչի տեր են ելելու դրանք։ Հիմա կարան չէ այդ նույն բանը չանեն, երկիրը դզվի մի ամիս հետո, որ նորից երկիրը դզվա, նորից պիտի ոստիկանությունը լի, ԱԱՑ-ը լի, ու ստորաբաժանումը լի, խո ես չեմ է տալու լեմ, էլի պիտի իրանք լեն, չէ։ Ով որ աշխատել է, ով որ այդ մասնագիտությունը, ով որ այդ փորձառությունը, այն պիտի լի, չէ։ Դե դեպքում ես մոտ ձեզ մի հաստատ։ Դե մի արեք, մնացեք դու երկիրը, որովհետև եթե անում եք երկիրը վերանում է։ Հիմա դուք ձեր ձեռով ձեր երկիրը քանդում եք, ասեք խո հիմա մարդիկ չեն, չէ շփվել են քեզ, չէ շատը հիմա խո դրանք անասուն չեն, հիմար չեն, չէ խեր հասա։ Հիմա լավ ասենք դու քո ձեռով քո երկիրը որ վերացրի, մեռած։ Հիմա ասենք դե Ղարաբաղում էլ է, չէ՞ ԱԱՑ-ի աշխատող։ Ղարաբաղում դատախազ չկար, քննիչ չկար, կալանքի որոշում տվող դատավոր չկար, կար, չամեն չեք, հիմա ինչ է դրանք։ Բոբժեր, փաստական չէ, սաղ է։ Բոբժ ասենք։ Հիմա տեսեք, պարոն Ղազարյան, մենք ախր ասում ենք, ժողովուրդն էլ մեզ շատ հետաքրքիր հարց է տալու։ Այսօր Նարեկը Մայլյան հիմա կատակով թե լրջով գրել էր, որ օրինակ Հայաստան խմբակցությունը միանում է Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցառմանը կամ նախաձեռնությանը։ Բայց ես շատերին հարցրեցի, որ պաշտոնապես այդպես բան գոյություն չունի,
որ Նարեկ Կամալյան ուղղակի կատակ է արել։ Չէ, կատա ասում է, խոսել եմ հետ, ասում է լսել եմ ինչ-որ մի տեղից, մտածել եմ, որ չէ, ես էլ եմ հենց մամուլից էլի, մամուլի հրապարակումներից կարդացել եմ, որ ես պատիվ եմ ունեցել խոսալ հենց այդ խմբակցության որոշ անները չտամ հիմա։ Չի, հա։ Ասել են, որ այդպես բան չկա, մենք ոչ մի բանի չենք միանում։ Այ քեզ բան։ Հիմա Բայց ոգևորվել է էլի հերթական։ Հիմա բա ո՞նց հասկանանք, լավ։ Նրանք ոստիկաններն էլի լավ իրանց հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա բա ընդդիմությունը ըստ էության ինչ է անում։ Ասեք որ գնացին, ընդ կրծքով փագեցին են ԱԱԾ մեքենայի դեմը, որ յանին փակողները ոգևորականներն են։ Չէ, ասեք այդ խմբակցության անդամները կրծքով փակեցին իրանց տված օգուտը ոչ մի որն է։ Անդա իրանք միտեղ կարան օգուտ տան։ Իրանց աշխատանքի բայրամ։ Այսօր գիտեք ինչ է։ Անդիմադիր մասսայի կողմից, զանգվածի կողմից, անդիմադիր քաղաքացիների կողմից մարդը մանդատ է ստացել, որ գնա այնտեղ պայքարի հանուն այս բանի, բայց հիմա չի միանում Նիկոլին անվստահություն հայտնելու, բա ըստ էության աջակցում են Նիկոլին, որ Նիկոլը այս կալանավորումները, ձերբակալությունները կայացնի։ Ինքը ինչով է տարբերվում։ Այս որ ասում ենք, այս մարդը որ Նագոլկեն ձեռին է, դա հրամանի տակ է։ Ուսադիր է կրում։ Կարա չկատարի, հիմա կարա շոյերը ընդդիմությունն է կատարում Նիկոլի ցանկությունը։ Մենք այդ ոստիկանից ինչ ենք ուզում։ Ուրեմն նայեք այսօր ինչ հետաքրքիր բան ա եղել։ Այսօր Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ասել են, որ պատրաստ են առաջադրելու Աճապարյանի տեխնատությունը։ Գիտես ինչ հետաքրքիր լուծում է այս իրավիճակի համար։ Հա։ Ասենք երևում է ստացվում է այս դաշտում քաղաքական adekvatությունից դրանք են ցուցաբերում։ Բայց Հայաստան դաշինքը ոնց պաշտպանում էր Նիկոլին։ Նայ, հիմա ինչ ասել։ Օրինակ իմ այս որ լսեցին, որում Էդմոն Մարուկյանն էլ է դրական խոսը, ասել է որ հաշվի առնելով այս իրավիճակը, ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է, այսինքն ինքը տենց վատ չի զգում, որ իր տեխնացուն առաջադրել, նույն մարդիկ սկսեն մի հատ ուրիշ գործընթաց այդ տեխնացու առաջադրել, եթե տեխնացուն Միքայել Աճապարյան։ Միքայել Աճապարյանի տեխնացության հետ կապված ոչ մի իրավական խնդիր գոյություն, եթե Բագրատ Սրբազանին ասում են, որ նաև Կանադայի քաղաքացի է, չէ՞։ Այստեղ քաղաքացիության հետ կապված խնդիր չկա, մենակ Հայաստանի քաղաքացի, այսինքն հանգիստ կարա առաջադրվի։ Ու ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ասենք օրինակ ես ողջունել եմ, որ պատիվ ունեմ խմբակցությունը առաջադրել է Դավիթ Համբարձումյանը տեխնացու, բայց որևէ խնդիր չեմ տեսնում, որ ասենք պատիվ ունեմն էլ այդ առաջադրմանը իր աջակցությունը ցուցաբերի, դա Հայաստան դաշինքն է, որ 20 պատգամավորով միանա, այն process արդեն միավորման process արդեն գնում է, չէ՞։ Պարզա չէ, որ իշխան Զաքարյանը թփրտալու տեղ չունի, պիտի բռնեն բերեն, ինքն միանա։ Պարզա որ Գերամ Նազարյանը իր խմբակցությունից դուրս եկել, Տետանասյան Արիստար է, հետո դառել է դեպուտատ։ Ինչի՞ շնորհիվ մեծ սա բերստը կամ մանդատը գնա կամ նարի մի հատ մեծ նախաձեռնությանը։ ՔՊ-ից 28 հոգի կգան։ 100%։ Ես 28 հոգի։ Ու սա լուծում է։ Ես չեմ ան։ Հիմա ես ասում եմ, տեսեք, այս մարդիկ ինչ-որ իրավիճակից բխում լուծում են առաջարկում, չէ՞։ Որը անվստահության գործընթացին է հետո։ Եվ ես լրիվ խելամիտ եմ համարում այդ լուծումը։ Իմ տրամաբանության մեջ դա լրիվ խելամիտ, ընդ որում ես չգիտեմ Միքայել Սրբազանը համաձայնություն տվել է թե չէ, բայց եթե նույնիսկ չտա էլ, չէ, ասենք թե։ Հիմա պատկերացրեք պարոն Իսագուլյան։ Գնում են Միքայել Սրբազանը դառնա վարչապետ։ Միքայել Սրբազանը որ դառնա վարչապետ, նշանակում է Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի։ Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, սեր դիմակներով ԱԱՑ-ն Նիկոլին է տանելու քնչական։ Բայց չէ, այսինքն Նիկոլ չկա, եթե Նիկոլ չկա, այդ ՔՊ-ի խմբակցությունում արդեն ամեն ինչը փոզմիշ է, չէ։ Հիմա Միքայել Աճապարյանը եթե ընտրվում է վարչապետ, մի ժամում ձևավորվում է կառավարություն, մի ժամ հետո ինքը երջանկան է տալի։ Մի ժամ հետո ընտրվելուց, կարա չէ, որովհետև իր նպատակը վարչապետը լելը չի։ Իր նպատակը իր թեմի առաջնորդը լելն է, չէ։ Վերջ խնդիրը լուծվում է, Մենք գնում ենք թեմի առաջնորդ, բանտերը ազատում են, մենք մեր երկիրը վերականգնվում է, թուրքերից պրզում ենք, սկսում ենք հայերով ապրել։ Հիմա մի հատ բան տարածվեց ինֆորմացիա։
Հայաստան խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի տեխնատությամբ ամբստավության նախաձեռնությանը։ Հաշվի առնելով Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աճապահյանի համաձայնության պարագայում վերջինիս տեխնատությամբ ամբստավության գործընթաց նախաձեռնելու մասին Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է ամբստայություն հայտնելու նախաձեռնությանը։ Բնեմա իրականը լի։ Հիմա սա ոնց կարող ենք ստուգել։ Նշանակում է նույն ձևաթղթը պետք է ստորագրել։ Մեկ է չասեն հանկարծ մենք մեր 28 ստորագրություններ դրել ենք մեր սեյֆում, մի հատ էլ թազա 28 ենք ստորագրել, մեր սեյֆում դրած է։ Հիմա բա ոնց իմանանք, այս հայտարարությունը ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Պետք է որտե կարդացիք։ Իրանք անցած անգամվա իրանց բանը Հայաստան դաշինքի էջից էին դրել։ Դրանք կան դե դες բան։ Հիմա ես ասեմ, ես սա նայեցի մեր Live News-ի Telegram-յան ալիքն է դրել։ Բայց հիմք չկա թե որտեղից են իրանք վերցրել։ Հայաստան դաշինքը էջ ունի Facebook-յան, ես հիմա մտել եմ այդ էջը, վերջի գրառումը հունիսի 19-ին է։ Ես չգիտեմ մեր բաները որտեղից են վերցրել։ Մի հատ իմացեք որտեղից է, Հայկ ջան, իմացի աղբյուրը որտեղից է։ Իրանց էջի վերջի գրառումը եղել է հունիսի 19-ին։ Մի հատ էլ կարդամ, Երևան Today-ը։ Երևան Today-ը նայենք ինչ է ասում։ Երևան Today-ը արդեն իրանց մամուլի միջոցն է։ Հայաստան խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի տեխնատությանը հաշվի առնելով Հայաստանում նա հայտնելու նախաձեռնությանը, բայց էլի ուղղակի այդ տեքստը գրած է, որևէ հաստատում, չնայած Երևան Today-ը Հայաստան խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է ամբստավություն հայտնելու նախաձեռնությանը։ Տեսնենք, դա հուսադրող։ Եթե նորից եմ ասում, անցած անգամվա նման չէ, անցած անգամ էլ ասին ստորագրություն հրապարակեն, բայց չմիան։ Այդ նշանակում է, որ հիմա Հայաստան խմբակցության падգամավորները Ագնեսա Խամոյը։ Հայաստան խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի տեխնատությամբ նախաձեռնության հաշվի առնելով Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ առկա падգամավորներ, փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանն եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աճապահյանի համաձայնության պարագայում վերջինիս համաձայնության պարագայում Միքայել Աճապահյանի համաձայնության պարագայում վերջինիս տեխնատության բանաստացության գործան նախաձեռնելու մասին Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորները միանում են ամբստավություն հայտնելու միանում են թե պատրաստ են միանալու, այստեղ ախր մի քիչ արա այդ ոնց անենք այդ Ագնեսա Խամոյանին, այս մի քիչ այս մատ լուրջ մարդ կան դա ասեն թե այդ խոսում էլի։ Տեսել է ինչ է ասում։ Միքայել Աճապահյանի համաձայնության պարագայում։ Բայց դուք այսօր առավոտից Միքայել Աճապահյանի կողքը նստած եք։ Չգիտեք ինքը համաձայնա թե համաձայն չի։ Ասենք մի քիչ կոնկրետիկա կարելի է մտցնել էլի այս ամեն ինչի մեջ։ Նույնիսկ այդքան դեպքում ասում է միանում ենք։ Եթե համաձայնությունը չկա, բա ո՞նց են միանում։ Բա հենց այդ եմ ասում։ Բա մի քիչ կլինի կոլ, լրջանակ էլի դուք, այ կլինի այս գործի մեջ դուք լուրջ զբաղվեք էլի, որ ծաղրի չվերացեք այս ամեն ինչը։ Այսինքն Միքայել Աճապահյանը ամբողջ օրը Հայաստան խմբակցության սաղ падգամավորն եղել է մայրաթոռում, չէ՞։ Բայց այս բանկա դուք չեք գնացել Միքայել Աճապահյանի հետ խոսակ ասեք Սրբազան, մենք ձեզ առաջադրում ենք, դուք կողմ եք թե դեմ եք։ Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազյանը չեն խոսել Միքայել Աճապահյանի հետ։ Ասել են պատրաստ ենք իրան առաջադրենք։ Բայց հիմա պետք է Իրանից նախ ճշտել, չէ՞։ Համաձայն չի, ու դենտենալ գնալ Հակոբ Ասլանյանի կաբինետ ասել են ընդեղ այս ստորագրությունները։ Դրանց սկսեն երրորդ օրից ստորագրել։ Արել են դա։ Չգիտեմ։ Ես լուրջ եմ ասում, ես կարող եմ նա ուղիղ եթերի ժամանակ զանգել Հովիկ Աղազարյանին։ Ուղիղ եթերով կարող եմ։ Հələ զանգի, տես խոսել են իր հետ թե չէ։ Հովիկ Աղազարյանին կարող եմ զանգահարել։ Հիմա զանգահարեմ։
Ասեք որ ուղի եթերում ենք իր ամառանակալչում։ Ալո։ Ալո։ Աղազարյան ջան, բարի օր։ Ալո։ Մենք ուղի եթերում ենք, ձայնդ էլ բարձր միացրել եմ առանց քեզ։ Լավ եմ, Հովիկ ջան, հիմա ուղի եթերում ենք, ձայնդ էլ բարձր միացած է, մեզ լսում են։ Հիմա ձեր Աճապայանին առաջադրելու Հայաստան դաշինքը հայտարարել է, որ միանում է Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի նախաձեռնությանը։ Իրանք ձեզ այդ մասին որևէ բան տեղյակ պահել են, որտեղ Ագնեսա Խամոյանի գրածը նոր ուղի եթերում կարդացինք։ Չէ, դեռ չեն ասել այդ մասին։ Հա։ Բայց իրանք արդեն հայտարարել են, որտեղ Երևան Today Ագնեսա Խամոյանը, մենք էլ ուղի եթերում ենք, քեզ էլ մեր հեռուստադիտողը լսում է, ձայնդ բարձր միացած է։ Ես ու Էդգար Ղազարյանը ուղի եթերում ենք, իրանք էլ ձեզ լսում են։ Այսինքն ձեզ էլ որևէ բան չեն ասել։ Հա։ Չէ, մեզ դեռ բան չեն ասել, որ միանում են։ Հա։ Լավ։ Մեկ էլ բանա, մեկ Աճապայանի հետ չենք խոսել, Աճապայանի հետ չենք խոսել եւ իր համաձայնությունը դեռ չունենք այս պահին, էլի։ Հա, այս փորձել եք գոնե իր փաստաբանների միջոցով իմանալ, որտեղ հիմա եթե Հայաստան դաշինքն էլ միանում է, ես վստահ եմ պատիվ ունեմ էլ կմիանա եւ գործընթացը գոնե տեղից կշարժվի, էլի։ Հիմա այդ առումով դրա համար Հովիկ ջան։ Ես Խնդիրը այն է, որ մենք գործում ենք թափանցիկ հրապարակայնորեն, մենք այդ հայտարարությունը տարածել ենք, խոսակցելով մեր վարչապետի թեկնածուի հետ, Էդմոն Մարոկյանի հետ։ Շնորհակալ եմ, որ Էդմոն Մարոկյանն էլ ըմբռնումով է մոտեցել, շատ տպավորիչ է, որ ինքն էլ ըմբռնումով է մոտեցել։ Այո, եւ հետեւաբար հիմա խոսքը այսպես կոչված Աճապայանի կողմն է, Սիմակիստի կողմն է, ինչ ասեմ, իր համակիրների կողմը, եթե իրանք հարմար գտնեն, մենք մեծագույն հաճույքով եւ պատասխանատվությամբ դեռ կնենք այդ գործին։ Եղավ, Հայաստան դաշինքը հայտարարել է ամենայն դեպս, որ միանում է ձեզ։ Ձեր նախաձեռնությանը առանց ձեր հետ խոսալու, բայց վստահ եմ կանպայման կխոսան, եթե դուք էլ Աճապայանից այդ այսպես կոչված համաձայնությունը ստանաք, կարծում եմ այս գործընթացը տեղից կշարժվի։ Բոլոր դեպքերում շնորհակալություն, Աղազարյան ջան։ Շնորհակալություն։ Դերևս իրանցը չեն ասել, բայց հույս ունենակ, որ ուրեմն կմիանան, եթե իրանց խնդիրը, որ իրանք անպայման մեկ այլ թեկնածու լիներ, խնդրեմ, ես չնայած այդքան քննադատել եմ Աճապայանին իր շատ բաների հետ համաձայն չլինելու, այս պահը շատ կարևոր պահ է եւ բոլորս պետք է ուրեմն լծվենք այդ աշխատանքին։ Բայց փաստորեն այս պահին ինչ ունենք։ Այս պահին ունենք Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի հայտարարություն, որ պատրաստ են առաջադրեն Աճապայանին առանց Աճապայանի հետ խոսելու, առանց նրա համաձայնության, ուղղակի քաղաքական պատրաստակամությունն են հայտնել։ Ունենք Հայաստան խմբակցության հայտարարությունը, որ պատրաստ են միանալու, որոնք չեն խոսել ոչ Աճապայանի հետ, ոչ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ, բայց վկայակոչում են իրենց նախաձեռնությունը։ Որում ասում են պատրաստ ենք միանալու, եթե Աճապայանը համաձայնություն տա։ Իսկ եթե Աճապայանը համաձայնություն չտա, ինչ ալնում։ Բա ուրիշ անվստահության գործընթաց չի սկսում։ Հիմա ես կարծում եմ այդ հարցերը շատ կարևոր հարցեր են, որոնք ուղղակի հիմա քննարկման փուլում են, տեսնենք ինչ հնարավոր զարգացումներ կլինեն եւ ըստ այդմ կկողմնորոշվենք, թե մենք ինքներս մեզ համար անչափ կարևոր է, որ գործընթացը սկսվի։ Ով կսկսի գործընթացը, դա միանգամայն երկրորդական է եւ մենք պատրաստ ենք մեր ուրեմն անմիջական աջակցությունը բերելու։ Ոնց որ ես չգիտեմ ինչ ասեմ։ Խնդրեմ, շարունակեք։ Սպասենք զարգացումների, ես ասում եմ, եթե այս լուծումը լինի, սա լրիվ խելամիտ լուծում է, ու կարա Աճապայանն է, ինքը շատ արագ հետագա որոշումը կայացնի, կարա մնա պաշտոնավարի էլ ընտրված վարչապետ եթե լինի, բայց մենք սրանով արդեն դնում ենք ազգային ժողով, հիմա քննչական կոմիտե հավաքվելու անհրաժեշտությունը ըստեյության չկա։ Պետք է գնալ ազգային ժողով, այս հարցը լուծումը ազգային Միքայել
Հիմա որոնց իրան տարան դատարանի որոշումը մինչև իրան տանելն ալելու արդեն։ Ես գիտեմ արդեն այդ դատարանի որոշումը, երկու ամսվա կալանքն է։ Ընդ ուրիշ բան չի կարա լինի։ Այսինքն իր ճակատագիրը ընդ չի որոշում։ Իր Բագրատ Սրբազանի, Սամվել Կարապետյանի եւ մեր բոլորի ճակատագիրը որոշում է ազգային ժողովում 54 պատգամավոր ընդամենը պետք է կայացնի այդ որոշումը։ Եվ եթե լինի նաև փողոցի աջակցությունը։ Փողոցի աջակցությունն հիմա նորից եմ ասում, հիմա գնա արդեն բռնում են այդ քննչական կոմիտեի դեմից։ Պետք է հիմիկվանից իջնել, դիրքավորվել, նստել ազգային ժողովի դեմը։ Ազգային ժողովի դեմը ես ասեցի, չէ՞ որ Բարամյանից մոտ 30 Հաջան Հայաստան դաշինքի Բայց հասկացանք ինչ է էլի, դա բանան, բարձեցիք մենք, իրաց տելեգրամյան էջը ո՞րն է նախաձեռնության հեղինակների հետ ուղի եթերով մարդը խոսել է։ Իրանց հետ ոչ մեկը կոնտակտ չի, ոչ մի քաղաքական քննարկում չի։ Կարևորը որ հայտարարել են, այսինքն հիմա բայց հայտարարությունները ինչ է, էլի բան չունեմ, հայտարարությունը, բայց ինչ ասում հայտարարության մեջ։ Ասում է Միքայել Աճապայանի համաձայնության դեպքում։ Հիմա գիտես ինչից եմ անհանգիստ։ Կարող ասեմ դե քանի որ Միքայել Աճապայանը համաձայնություն չտվեց։ Ամստացիոն գործած չի լինելու։ Ես կարծում եմ կտա։ Դա ճիշտ է, բանը զգացողություն է, որոշակի առումով, բայց կարող է գիտեմ որ չի տալու դրա համար են ասել։ Այսինքն խոսացել են Այս գիտես ինչ տառապան կազմափորձ ունի, չէ՞։ Որովհետև sense բաները պահանջում են Իսագուլյան ջան, ազնվությունից լավ բան բնության մեջ գոյություն չունի։ Մարդը պիտի ազնիվ լինի։ Հիմա ես անլուրջ եմ ասում, այդ ինչի՞ սա անհանգստությունս։ Միքայել Աճապա, այսօր ես եղել եմ Մայրաթոռում, Հայաստան խմբակցության բազմաթիվ պատգամավորներ ընդ տեսել եմ, պատիվ ունեմ ինձ է։ Ի տարբերություն ինձ մեկ էլի մյուսի, իրանք մտնում են, չէ՞, կեցավայր շփվում են, վեհապարնել ընդունում, չէ՞, որպես պատգամավորներ։ Մասն դժվար է այդ խոսել ասել Սրբազան։ Մենք ուզում ենք հովիկենց նախաձեռնությունը վաղուց։ Արդեն կա, ես արդեն ճամփին էի, լսեցի ու գնացի։ Այդ ընթացքում պիտի այդ հայտարարությունը անելուց առաջ հələ Սրբազանը վեհարանում էր։ Պիտի ասեն, ես բան եմ խոսում, դու համաձայնություն տալու ես թե չէ։ Եթե տվել է արդեն Սրբազանը համաձայնություն, միանում են լավ է։ Բայց եթե Սրբազանը չի հայտարարել իր դիրքով, իսկ Սրբազանը այդ հարցը կարծեմ առանց վեհապարի համաձայնության դժվար դες որոշում կայացնի։ Բան ասենք այդ ո՞րն է Սրբազանի համաձայնության դեպի նախադասությունը, ես այս ամեն ինչի մեջ այդ նախադասությունից վախեցա արդեն։ Դե կարող է իսկապես Սրբազանը համաձայնություն չտա։ Բա որ համաձայնություն չտա, այդ հայտարարությունը չեն արել։ Որը սա ժողովուրդը մտածեն այնց գրում են, հենա վերջապես միացան։ Բա որ Սրբազանը համաձայնություն չտա, ինչի՞ միացան։ Բարդ է։ Բամիջով այդ ասում եմ մենք ստորագրություն իմանալով որ Դավիթ Համբարձումյանի տեխնացիոն կա, մեր 28 ստորագրել վերել ենք սև իր համար, չէ՞։ Հիմա բարձր որ իր համար չէր, չէ՞։ Հիմա որպեսի գնան բանին միանան այս նախաձեռնությանը։ Դա չեն կարող Հովիկ Աղազյան դրանից տեղյակ չլինել։ Դա արդեն պիտի այդ հայտարարությունը անելուց առաջ զանգեն ասել ուրա ձեր թուղթ, դուսկականից նախաձեռնում եք թե չէ։ Ձեր թուղթը կա արդեն թե չէ, եթե կա բերեք երրորդ տողից մենք ենք դնում։ Հիմա թե լույսը բացվի տնան կլինի թե չի լինի էլի։ Այս կմնա չէ եթերում էս հաղորդումը YouTube-ում։ Միանշանակ։ Վաղ կնայենք։ Հա, ինչ-որ նոր բան կա այք։ Հեսա նայեմ, հիմա կնայեմ, դու շարունակի մինչև ես նայում եմ իշխանը տեսնեմ մեր իշխանը ինչ է ասել։ Նույն բանը պետք է ասած էլի ոնց որ իրանց հայտարարությունն էլի, ասեն, մեր հայտարարությամբ ամեն ինչ ասված է։ Նույն բանն է գրած, նույն որ իշխանը նոր բան չի ասել։ Հաշվառելու Հայաստանի։ Նույն բանն է գրած։ Նույն տեքստն է, ոչ մի բան չկա։ Որի նույն տեքստը։ Վերնագիր են ուղղակի դրել, որ միանում են նախաձեռնության առանց նախաձեռնության հեղինակների հետ խոսելու, առանց տեխնացու հետ խոսելու։ Արա ես չգիտեմ էլի։
Ոնց անենք այս մարդիկ բավարար ոչ մի բան չխոսան արդեն։ Չես կարող, իրանք ոնց կարան չխոսան, իրանք պետք է անպայման խոսան։ Եվ շատ տարօրինակ կլինի, որ հանկարծ պարզվի, որ իրանք մինչև այդ Միքայել Սրբազանի հետ խոսացել են, Միքայել Սրբազանն ասել է, որ ոչ։ Ես այդպես բան չեմ ուզում։ Միքայել Սրբազանը ոչ թե այո, պիտի իրանց ասել, չէ՞, սաղորը հետ էնել է։ Նոր են հարցնում Միքայել Սրբազանի համաձայնության դեպքում կլինի թե չէ։ Մենք այս պահի դրությամբ պարոն Իսագորյան, քանի որ մարդիկ են ելնելու, կարող եմ ես վաղը նայեն։ Այսօր հունիսի 27-ն է, այս պահի մենք ուղիղ եթերում ենք, ժամը 8:20-ը պակաս։ 8:20 պակասի դրությամբ Հայաստան խմբակցության падգամավորները ոչ Միքայել Սրբազանի կարծիքի մասին են գրում։ Քիչ առաջ ուղիղ եթերում դուք խոսեցիք Հովիկ Աղազյանի հետ նախաձեռնության հեղինակներից մեկի, որի հետ ոչ մեկ կոնտակտ չի արել։ Այսինքն ոչ նախաձեռնության հեղինակների կարծիք ունեն հունիսի 27-ի ժամը 19:42-ի դրությամբ։ Ոչ տեխնացուի, բայց ասում են վերնագիր են դրել, մի անում եք նախաձեռնությանը։ Այսինքն կարող է էլի հայտնվենք այն բանի փոսում, պոտենցիալ փոսում։ Կարողա չէ, ոնց որ հայտնվել ենք արդեն։ Ես հեսել չեմ ապրել, որ Միքայել Սրբազանն իր համաձայնությունը կտա, եւ այստեղ ասում են, ինչպես 7 տարի եւ այլն։ Մի հատ էլ պատիվ ունեմ, զանգեք, համոզվեք, որ ընկերներ, նախ 36 հոգի չէ։ Պարոն Ղազարյանը միլիոն անգամ բացատրել է, որ 54 հոգի։ Պատիվ ունեմի վրա ամենևին մի կասկածեք իրանք կմիանան 100%-անոց։ Դա ես ձեզ ասում եմ որպես մարդ, որը շատ լավ գիտի, որ պատիվ ունեմը երբեք չի խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացի անկախ թե իրանք ճիշտ է առաջադրել են տեխնացու Դավիթ Համբարձումյանին, բայց քանի որ իրավունք ունեն եւ այդ ձևաթղթի տակ ստորագրելու եւ Հաճապանյանի որևէ խնդիր չկա Հաճապանյանի ձևաթղթի տակ ստորագրելու համար։ Պլյուս դրան անպայման պետք է որ լինեն ոչ թե 36, այլ 54 падգամավոր։ Ես վստահ եմ, որ մնացած 18-ի փոխարեն, եթե մի քիչ հասարակությունը ոտքի կանգնի, ապա 28 ստորագրություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության անդամներից դնելու են այդ ձևաթղթի տակ եւ անվստահություն են հայտնելու Նիկոլ Փաշինյանին ու լրիվ օրինական իրան ուղարկում են համապատասխան վայր։ Դրանում կարող եք չկասկածել։ Եվ այդ 28 հոգին որ կմիանան, իրանք գոնե իրանց ապագան կմաքրեն այն ամենաստոր պիտակից, որ մինչև հիմա կրում են որպես թշնամի հայ ժողովրդի, Հայաստանի թշնամի եւ վաղը արժանանալու են գեհենի կրակին։ Հենց որ ես կարծում եմ այդ խնդիրները այդ բարագայում կլուծվեն։ Խնդրեմ, պարոն Էդգար Ղազարյան ջան։ Դե ինչ ասեմ, այդ թեմայով ասեցինք, էլի լավաստան բան չունեմ, ես այս պայդրությամբ ճշտած տեղեկությունները անհանգստացնող են։ Եթե պարզի, որ այս անգամ են փորձում այս ձևի մանիպուլյացիա ուղղակի իրականացնել, ես չգիտեմ ինչա պետք է անել։ Եթե նախաձեռնությունը լինի, Հայաստան դաշինքը, Հայաստան խմբակցությունը ամբողջությամբ միանա այդ ստորագրություններով, ես խոստանում եմ, որ այս 2 ամիս ինչ ասել եմ Հայաստան դաշինքի վերաբերյալ, վատ, ասեմ իրանք լավն են, իմ խոսքերը հետ կվերցնեմ։ Ես խոստանում եմ գամ անտեղի գովամ։ Չէ, տեղին գոված։ Ինչու անտեղի գովամ։ Անտեղի գովամ։ Սաղին, ես ցուցակ կդնեմ գովամ։ Հա, ես ախայ, այնա մեկ է, դու ես կամերի տակ ես են գնում, հիմա որ եթե գնում ես բանը փոխելու։ Արի գնա, հանգիստ գնա, բատարիկը պետք փոխես, հանգիստ գնա փոխի։ Ու եթերի ժամանակ մեր հրատապետները ոչինչ։ Բանը նստել է այսպես էլեմենտները, ոչինչ։ Մեր ուղիղ եթեր ընկերներ, հանգիստ այդպես խնդիր մենք չունենք, կարող եք հանգիստ գալ, փոխել, որպեսզի բան չլինի։ Ընդհակառակը օպերատիվ աշխատանքելու դեպքում երեք մինչև գիշերը ժամը 1 ենք աշխատել, տղաները չեն հանգստացել, այսօր առավոտվանից աշխատում են, տղաները չեն հանգստացել, էլեմենտները արդեն չեն դիմանում, եկան 24 ժամյա ռեժիմով աշխատում են, որ արդեն նստել են, բայց ոչինչ կարծում եմ այդ որևէ խնդիր չի, մեր հեռուստադիտողը մեզ ըմբռնումով կմոտենա, որի եթերում աշխատելը շատ դժվար է, բայց ի պատիվ մեր ժողովրդի մերոնք կարողանում են աշխատել եւ այդ առումով մենք որոշ խնդիր չունենք։ Բայց մեզ կզգուշացնես, որ պարոն Ղազարյանի միկրոֆոնը միացավ, թե չէ, եթե հանկարծ։ Ես առաջարկում եմ, որ
2 շաբթի օրվանից բոլոր հանրային process-ները տեղափոխվի ազգային ժողով, կարծեմ ամսի 1-ից էլ 3 շաբթի օրվանից, ընդեր սկսում է արտահերթ նիստը, նստաշրջանը, եւ այս նախաձեռնությունը միսու այրուն տրվի։ Եթե Միքայել Սրբազանը տալիս է իր համաձայնությունը, սկսում է գործընթաց, կարծում եմ դա պետք է լուրջ լինի, կարծում եմ պատիվումն էլ պետք է միանա այդ նախաձեռնությանը։ Միանա, ես վստահ եմ։ Ես էլ եմ կարծում, որ պիտի միանա։ Եթե Միքայել Սրբազանը չի տալ իր համաձայնությունը, ապա Հայաստան խմբակցությունը պիտի միանա մյուս նախաձեռնություններից որևէ մեկին։ Ես կարծում եմ ավելի եւ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլյանն էլ կարծում եմ որ պիտի միանան, այսինքն այս միանալու ընդհանուր մոտեցումը պետք է լինի եւ միանգամից արդեն ազգային ժողովում մենք ժողովրդով պիտի հավաքվենք ու դրա ձևն է կա։ ՔՊ մի հատ վրան ենք դնում ազգային ժողովի բակում։ ՔՊ-ից ինչ падգամավոր որ դա ասենք քիչ առաջ էլ դուք ասում եք որ պիտի 54-ով մենք մտնենք էլի խորհրդարան։ Հիմա ասենք եթե երկու հոգի համաձայնություն տալիս են, որպեսզի դրանց վրա Նիկոլ Փաշինյանը ոչ մի ազդեցություն չունենա, այդ վրանը պիտի դնենք Պարանյան փողոցի մեջտեղը, ժողովուրդը գան շրջապատեն։ Ամենաապահով տեղը պիտի, որ ոչ մի մարդ դրանց չմոտենա։ Հեռախոսները ձեռներից վերցնում ենք, որ իրանց հետ ոչ մեկը դրսից կոնտակտ չունենա։ Կռավատը որ եթե այնտեղ օրինակ հիմա մի 50,000 մարդ հավաքվի Նիկոլը քանի որ սարսափելի վախեցած ինքը կփախնի էլ է։ Այդ վաղ լարժը կարող է ասկա անվստահության հարժությունը չլինի։ Փախնի չի։ Բայց ամեն դեպքում եթե երկու մատնդից եկան միացա 50,000 մարդելավ արդեն ոստիկանությունը ԱԱՑ-ն իր հրամանները չեն կատարելու։ Իր միակ փրկությունը լինելու է փախնել Անկարա։ Այս 54-ից ով եկա միացավ, հեռախոսը պիտի հանձնի մտնի վրանը, ժողովուրդը պիտի սրանց պաշտպանի։ Հենց եկավ հասավ դառավ թիվը 54, վրանից դուրս են գալու գնում են ազգային ժողով, քվեարկում են բռնում են։ Իսկ ասել որ իրանք հաջորդ ազգային ժողովում լինելու են։ Այ մարդ իրանք երաշխիքներ կտրվի ամեն ինչի։ Կտրվի, որպեսզի մի խոսքով այս խնդիրը լուծում ունի, այս խնդիրի լուծումը գտնվում է ազգային ժողովի նիստերի դալուճում, այդ որոշումը կայացնում են ազգային ժողովի պատգամավորը։ Ժողովուրդները նորից եմ ասում է, մենք չենք գնում իրանց ասենք, դուք մեր պահանջը կատարեք, մենք ձեզ կստիպենք, դες բան չի լինելու։ Իրանք իրանց պարտականությունը պիտի կատարեն, պարոն Իսագուլյան։ Պատգամավորի երթման տեքստ կա, ասում է, ստանձնելով ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը երթվում եմ կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները հարգելով Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները։ Ժողովրդի առջև իր պարտավորությունը իրանց կուսակցության նախընտրական ծրագիրն է։ Այսինքն իրանք ընտրվել են պատգամավոր, որպեսզի իրանց նախընտրական ծրագիրը կատարեն հարգելով Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները։ Մենք հիմա իրանցից այդ իրանց խոստումներից, իրանց երթումից, իրանց լիազորություններից բացի ոչ մի պահանջ չունենք։ Ես չեմ եմ ասեմ, արա իմ համար դաժակ այսում ար, պատես պահանջ որին էլ ասի, չեմ առնում աղբեր, ես ինչ ես ինձ բան։ Ես ասում եմ, դու ես խոստացել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պիտի ճանաչեք։ Ճանաչել եք, բա մեզ հետ եք խոստացել, բա դրա համար ես դու դառը պատգամավոր։ Բայց եթե չես չի կա այդ կատարողը ով պիտի լինի գործադիր իշխանությունը չէ դու նրա հսկողն ես բայց եթե հսկում ես չի կատարում դու ինչ պիտի անես Մամազապապազը դու ամստահություն հայտնես չէ բայց դու ամստահություն չես հայտնում հանցակ ես գա դու սառը այսինքն եթե իրանք են հանցագործը Սրբազանին են չեն բռնում Բագրատ Սրբազանին են չեն բռնել Սամվել կարող է դրանք են հանցագործներ այսինքն ժողովուրդը գնում է իրան իշխանությանը տեր կաննելու ոչ մի պահանջ չունենք մենք Ոչ մի պահանջ բացի իրաց նախընտրական ծրագրից մենք չունենք։ Ասում են մեզ 680,000 ձայնատ 680,000 ձայնատ տվեք ես Սիսակ գապելա որ գնաս երկու հատ տուն առնես Դուք այսօր իր հայտարարին էին հրապարակի Դուք նախընտրական ծրագրի մեջ գելես ասել ժողովուրդ ջան ինձ ընտրեք ես այդ ամեն համար տուն առնեմ երկու հատ Ալես Սիմոնյան, դուք նախընտրական ծրագրի մեջ գերել ես, որ պիտի տասապսակվես, կնի կարնես, հա, չգիտեմ ինչ անես, կամ տունու առնես, տես բաներ ես գերե, ինչ ես գերե, չէ, ինչ ես գերե, երկու հատ կնիկ, դե կարող է շատ է, կարող է քիչ է, մա թազա վիբրատոր են բերել իրան, հիմա ասեն գերել է, որ պիտի առնի, Վիբրատորը գրած կլի։ Չի գրել, ես քպեի ծրագրում տես բան չկա։ Բայց ինչ գրել ես, սաղ տներ են առել, ավտոներ են առել, միլիոններ են առել։
Դուք մեր ժողովրդին ինչ այդ 680 հազար ասում եք, թող հիմա ընտրությունը լինի, ժողովուրդը որոշի, չէ՞։ Դες են չի ասում։ Արա ընտրությունն եղել է, ժողովուրդը որոշել է, ի՞նչ է որոշել։ Որոշել է իշխանությունը տա այն մարդուն, որ գրել է այս ծրագիրը, չէ՞։ Բայց այդ ծրագիրը պիտի կատարես, չէ՞։ Բայց դե չես կատարում, ի՞նչ պիտի լինի։ Ուրեմն վարչապետի բողես ուրիշ վարչապետ դնես, չէ՞։ Եկեք Այդքան պարզ բան է դա։ Վաղվա ձեր գրաֆիկի իմանամ։ Վաղը շատ ծանր է ձեզ համար։ Վաղը 168-ում ունեմ նկարահանում, Եվրոմեդիա 24-ում ունեմ հարցազրույց։ Ես էլ Եվրոմեդիա տվել եմ, ստեղ արել եմ, չեմ ասում, եթե հրատապ բան լինի, ու եթեր մտնենք, էլ եթե հրատապ բան չլի, չէ։ Դե որ հրատապ լինի, պիտի մտնենք, բայց ինչ պիտի անենք, այսօր ոնց ենք մտել։ Հա։ Ուրեմն սերի ժողովուրդ, այսօր ասելու բան ունենք, թե սպասում ենք, շնորհակալ եմ։ Որտեղ միջև վաղը որոշակի բարձրացումներ կլինի, անպայման մի ժամ առաջ եւ պարոն Էդգար Ղազարյանը եւ ես մեր Facebook-յան էջերում կգրենք, որ մի ժամից մեծ եթեր ենք մտնում, եթե արտակարգ բան լինի, ապա անպայման վաղը մենք եթեր կմտնենք եւ այդ ամեն ինչի ինտերակ կպայենք, խնդրենք նաեւ մեր հարգարժան Հայկին Սինդոյան, որ ինքը վաղը որևէ ծրագիր չպլանավորի, որպեսզի արտակարգ դեպքում մենք կարողանանք եթեր դուրս գանք։ Հենց որ մնաք բարյավ, եթե վաղ արտակարգ ոչինչ չլինի, կհանդիպենք